ուղիղ 1 տարի առաջ այս օրերին, կարծեմ հենց այս օրը Եվրոպական խորհրդարանը մի բանաձև ընդունեց հայ ռազմագերիների վերաբերյալ, որտեղ էլի այս ամեն ինչը գրված էր, նաև Ադրբեջանի հետ գազային այդ հուշագրի դադարեցում եւ այլն, եւ այդ բանաձևը ընդունվել էր, կարծեմ, ավելի քան 530 կողմ քվեարկության արդյունքում, որը ենթադրում էր ռազմագերիների ազատ արձակում, էլի վերադարձ իրավունք, դատապարտում էր Ադրբեջանին, մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի քաղաքականություն եւ այսինքն այն ամեն ինչը ինչ որ հայ-դատի քաղաքական առաջնահերթությունների շրջանակում էր։ Եվ այս 500-ից ավելի թիվը, որ ճնշող մեծամասնությունն է Եվրոպական խորհրդարանի, շատ մեծ բան է ասում։ Եվրոպական խորհրդարանը այն հարթակը չէր, որտեղ Նիկոլ Փաշինյանը պիտի ելույթ ունենար։ Եվրոպական խորհրդարանը մի հարթակ է, որտեղ շատ լավ տիրապետում են Հայաստանի հետ խնդիրներին։ Նիկոլ Փաշինյանը կարող է նման ելույթ ունենալ Եվրոպական միության գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումներում, փորձելով որոշակի դիվիդենդ շահել, բայց համոզված եմ, որ այն բոլոր նարատիվները, որ ինքը ներկայացած Եվրոպական խորհրդարանում, Եվրոպական խորհրդարանի կողմից չեն որդեգրվելու, եւ ես վստահ եմ, որ առաջիկա մարզիկները կլինեն, երբ որ Եվրոպական խորհրդարանի դիրքորոշումը կրկին կհայտնի Հայաստանին, Արցախին վերաբերող հարցերով։